Շնորհակալություն հրավերի համար, քանի որ բոլոր հարցերը նկատի ունեմ արտաքին հատկապես հետևանք են ներքին քաղաքականության, ուստի ես սկսեմ ներքինից աստիճանաբար անցում կատարելով արտաքին ոլորտ։ Ուրեմն այսօր, ինչպես ասում են, հրապարակի վրա է քառյակի 12 կետերը եւ իշխանությունները կարծես թե ջղաձգումների մեջ են։ Իհարկե իրենք փորձում են կեղծ օրակարգ ձևավորել, խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է եւ ֆոն են ստեղծում կարծես թե հանրային քննարկումների եւ մասնագետներ, որոնց մասին որպես մասնագետ վատ բան չենք կարող ասել, բայց եթե Գագիկ Հարությունյանը ասում է մարդակենտրոն սահմանադրություն, վերջում կպարզվի, որ այդ մարդը հենց Սերժ Սարգսյանն է, այսինքն ամեն ինչ չափած ձևված է իր համար եւ այստեղ կառավարման համակարգի խնդիր չկա Հայաստանում, որ ժողովուրդը այսօր նման ծանր վիճակում է, ոչ մի կապ չունի սահմանադրության հետ, ոչ կարմիր գծերը կապ ունեն, ոչ արագաչափերը, ոչ որոտանի վաճառքը, ոչ արտագաղթը, այսինքն այնպես չի, որ մենք, ինչպես ասում են, դեմ ենք առել սահմանադրական ճգնաժամի եւ այսօր լուծումը սահմանադրական է։ Հետևաբար այն մարդիկ, որոնք կմտնեն այն քաղաքական ուժերը, անհատ գործիչները, որոնք կմտնեն քննարկումների մեջ, դա կարծես թե նպաստում են իշխանությունների, այսպես ասած, ցանկությունների իրականացմանը։ Ես տարբեր առիթներով ասել եմ, մի քիչ էլ երևի տիպիկ օրինակ է, որ մոմի լույսի տակ մեկը Սուրբ Գիրք է կարդում, մյուսը ստորագրություն է կեղծում։ Հիմա Սերժ Սարգսյանի ձեռքը մոմ չի կարելի տալ, որտեղ մենք տեսել ենք եւ ընտրությունները եւ ամբողջ իր գործունեությունը վերջին 6 տարվա ընթացքում։ Ընդ որում մարտի են նետված հաճախորդները, մարդիկ, որոնք կներեք պատվեր են կատարում Բաղրամյան 26-ի, ես ասել էի, որ տղեկ խելոք մնացեք, որ չանդրադառնամ։ Հիմա ես ուղղակի երևի այսպես ասած սերիալում անդրադառնամ, որ Ալիկ Սարգսյան, Ալիկ Արզումանյան կներեք, այսինքն քաղաքականության մեջ ասեմ, որ ես լավ ինֆորմացված եմ, ուղղակի այն պարետային ժամի ժամանակ, երբ որ քաղսովետում էր աշխատում, գնացել էր գարեջուր բերելու, ու տենց հայտնվեց, այսպես ասած, քաղաքականության մեջ եւ դրանք կներեք բոլորը Լևոն Տեր-Պետրոսյանի պահած մարդիկ են եւ Սոս Գիմիշյանը։ Պարուր Հայրիկյան, ես միշտ խնայել եմ իրեն, բայց հիմա ասեմ, որ 97 թվականին, երբ որ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետությունից, Պարուր Հայրիկյանը ոգևորված էր, որ ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեր, ես իրեն ասացի, որ չարժի թեթևանալ, վերջը ինքը գնաց 3 գիշերով այդ հանդիպմանը մենակ, ընդ որում պնդել էր, որ անպայման Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության շենքում էր այդ հանդիպմանը ներկա լինի։ Հիմա այսինքն բարոյական իրավունք չունի Հայրիկյանը խոսելու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, այդ նամակին նկատի ունեմ, կամ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելու, երբ որ Ռոբերտ Քոչարյանից ստացավ 3 պաշտոն, այսինքն ինչ տվեց ինձ մի հատ էլ տային, մի հատ էլ կվերցներ։ Այսինքն այսօր այն մարդիկ, որոնք իբր Սերժ Սարգսյանին քննադատում են, բայց հիմնականում ձեռի հետել Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին քննադատել, նրանք ուղղակի պատվեր են կատարում եւ հիմնական խնդիրը դա է, որովհետեւ այսօր ուրիշ խնդիր չկա Հայաստանում։ Կա մեկ խնդիր, դա իշխանափոխությունն է, դա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է եւ բոլոր օրակարգերը կարելի ասել արհեստական են, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեկ մարդ է Հայաստանում որոշում եւ այդ մեկ մարդը ոչ միայն վատ է որոշում, այլ Հայաստանը տանում է կործանման։ Մենք այսօր իրոք անվտանգության խնդիր ունենք, անկախության խնդիր ունենք եւ բոլոր մարտահրավերները դա հետևանք է այն բանի, որ իշխանությունները վարել են խաղատնային քաղաքականություն, որովհետեւ իրենց հետաքրում է միայն փողը, իրենք պատրաստ են հանուն փողի ամեն ինչ վաճառել, սկսած հողից, սկսած արժանապատվությունից։ Եվ այսօր քառյակը պայմանական եմ ասում, որտեղ քառյակը տարբեր առիթներով նաև այստեղ եմ ասել, որ վաղուց պիտի ընդլայնվեր, դառնար ազգային համաձայնության դաշինք եւ պիտի գնալ առաջ, ով ճանապարհին հետ կկանգնի, կհոգնի կամ չգիտեմ կփորձի
ինչպես ասում են, հետ նայել եւ փորձել, ինչպես ասում են, մաքսիմալը փոկել այսօրվա իշխանությունը, դա բացառվում է, որովհետեւ կներեք Եվրոպաներում էլ, որ ասում է փրկություն չկան մարդկանց, որոնք այսօր ճիշտ չեն պահել։ Ոնց որ Դանթեն էր ասում, դժոխքում ամենադաժան տեղեր են մարդկանց համար են նախատեսված, որոնք բարոյական փորձների ժամանակ չեզոքություն են հանդես բերել։ Այսօր չեզոքություն հանդես բերելու ժամանակը չի։ Այսօր չպիտի անդրադառնանք ով ում ժամանակ ինչ է արել, ինչ է ասել, չգիտեմ ինչ, չկա այսօր եթե տեսնում եք անձամբ ես, ասենք որևէ եղել եմ եւ ընդդիմադիր, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ Քոչյանի ժամանակ եւ Սարգիս Սարգսյանի եւ ես այսօր չեմ անդրադառնում, ասենք նախկին նախագահների կամ նախկին ուժերի, այսինքն սխալներին կամ թերություններին, որովհետեւ այսօր ի վերջո իշխանության վրա է Սերժ Սարգսյանը եւ խնդիրը իրենից է կախված եւ արտաքինը եւ ներքինը եւ սոցիալական վիճակը չկա մի բան որ ասենք մենք ասենք հիշում եք ասինքն չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդպես էր Քոչյանի ժամանակ համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մեր ժողովուրդը հաղթանակ է տարել Քոչյանի ժամանակ ունեցել ենք տնտեսական աճ Քոչյանի ժամանակ երկիրը լավ է ներկայացվել արժանապատիվ է ներկայացվել դրսում Քոչյանի ժամանակ սաշիկներ չեն եղել, միշիկներ չեն եղել, այսինքն մենք այսօր գիտենք, չէ, Որոտանը ով է Որոտանի հետևում կանգնած միշիկը, ուրիշ մարդ չկա։ Ամերիկյան ֆիրմայով արված դա միշիկինն է։ Հիմա էլ ասենք Նայիրիտի բաժնեմասերն են ուզում, այսպես ասած, պարտքի դիմաց տալ Որոտանին։ Չկա նման բան, չի լինելու, այդ մարդիկ չեն հասնելու։ Եվ այսօր մի քննարկել որևէ այլ բան իշխանությունը անիմաստ է։ Այսօր պետք է քննարկվել ինչպես ժամանակային քարտեզը, հրաժարականի քարտեզը, թե ինչպես պիտի, որ ասում անվտանգ, այսպես ասած իշխանությունը զիջեն, որովհետև ուրիշ քննարկումը սահմանադրական կլինի, չգիտեմ, պարլամենտական, ինչ պարլամենտական իմաստն է, լավ սահմաններն ու չգիտեմ, Մեհեր Սեթրակյաններն են որոշելու թե ով է վարչապետը, այսինքն կոլեկտիվ պատասխանատվությունը դա նշանակում է անպատասխանատվություն։ Պատահական չի, որ Հայաստանում քաղաքական ընտրություն միշտ կատարել են նախագահականի ժամանակ եւ 91-ին, եւ 96-ին, եւ ասենք եւ կներեք, ասենք կոնֆլիկտ միշտ առաջացել է այդ ժամանակ, որտեղ կոնկրետ մարդ են ընտրում, գիտեն ով է պատասխանատու։ Ես երևի արտաքինի հետ կապված հարցերով պատասխանեմ։ Քարյակի մասին խոսեցիք, ուզում եմ հասկանալ, արդյոք գնահատում եք, որ քարյակը պատրաստ է իշխանափոխության եւ կկարողանան 4 ուժերը կատարել հայ իշխանափոխություն։ Հատկապես սեպտեմբերին հանրահավաքներ են նախատեսվում։ Այստեղ շատ կարևոր է, որ ժողովուրդն է պատրաստ, որովհետև քարյակ կլինի հնգյակ, դա պայմանական է այսօր քարյակ։ Այսինքն, եթե քարյակ իրեն չարդարացրեց ու ժողովուրդը, ինչպես ասում են, առաջնորդների կարիք ունեցավ, հրապարակը, որ ասում է, էլիտան փոխվելու է եւ քարյակը պիտի հասկանա, որ շատ ձգելու, այսպես ասած, ժամանակ չկա։ Այսինքն քարյակի պատրաստ ելնելը պիտի որ ասինքն հարց չառաջացնի, որտեվ իրենք կներեք պատրաստ են փրկելու երկիրը, սենց է խնդիրը դրվում, ուրիշ կերպ չի դրվում եւ այդ իմաստով ես համոզված եմ, որ իրենք պատրաստ են։ Ուրիշ խնդիր է, որ քարյակի մեջ կարող են տարբեր մոտեցումներ լինեն, համաձայնության են գալիս, ինչպես սուրանքյուները հարթվում են, բայց դա ես համոզված եմ, եթե նույնիսկ քարյակից ինչ որ մեկը փորձի, որ ասում է արգելակել ընթացքը, կապ չունի։ Քարյակը կարող վերջում դառնա երյակ, բայց միանգամից հետո դառնա չգիտեմ, հազարյակ, այսինքն հազարավոր մարդիկ, 10,000-ավոր մարդիկ, այսինքն կարևորը մարդիկ են, որտեղ քաղաքական ուժը կներեք, այսօր պահանջը ոչ թե գրասենյակներից է, այլ պահանջը տներից է, պահանջը, այսինքն երեխաներից է, ծերունիներից է, մարդկանցից է, որոնք այսինքն Skype-ով են խոսում իրենց բարեկամների հետ, մարդկանց է, որոնք օրվա հացի խնդիր ունեն, այսինքն մենք չենք նայելու, եթե քարյակում ինչ որ ուժեր վատ կպահեն, մենք իրենց էլ կանդրադառնանք, այսօր որ մենք չենք անդրադառնում, որովհետև առայժմ համենայն դեպս հույս ունենք, որ քարյակ իրեն կարդարացնի, այսինքն ես չեմ ասելու, որ ասում ամուսնացած չենք քարյակի հետ, որ ինչ որ վատը զգանք, հասկանում եք, ինչ որ խնդիրները բարձրացնելու համար, եթե քարյակում կլինեն ուժեր, որոնք փորձեն խաղեր տան, մենք այդ ժամանակ կանդրադառնանք, ես ասել եմ, այսօր չկա ուրիշ խնդիր, եթե ինչ որ արհեստական խնդիրները իշխանությունը գցում է մեջտեղ կամ ինչ որ քաղաքական ուժեր փորձում են գցել մեջտեղ, չկա նման խնդիր, կա մեկ խնդիր։ Եվ այսօր Հովիկ Աբրահամյանի 3 կարծեմ 100 օրն էր, 100 օր կլինի, թե 1000 օր կլինի, հարցերը չեն լուծվելու, քանի դեռ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Այսինքն, եթե Հովիկ Աբրահամյանին նշանակելով Սերժ Սարգսյանը ասում է
Այսինքն, այն որ ասում եմ, պետք է չանդրադառնալ, հետ չնայել, բայց հետ թալանածը չնայեք ինչ ա եղել, չնայեք թե նարիտը ոնց են թալանել, չնայեք թե որոտանը ոնց են վաճառել, այսինքն հետ չնայելը ո՞րն է։ Առանց հետ նայելու հնարավոր չի գնալ, որտեղ ի վերջո Գանձարյանը դատարկա, այնպես որ Հովիկ Աբրահամյանը ստանձնելուց ինքը իր պայմանները չդրեց, կամ եթե դրեց էլ, ապա Սերժ Սարգսյանը չկատարելու դեպքում ինքը չընդվզեց, որտեղ այսօր հնարավոր չի, այն որ ասում եմ, կոպիտ ասած փոքր քայլերով, կոսմետիկ քայլերով խնդիրը չի լուծում, որտեվ կներեք, ասում եմ, վերևում այն մարդն է նստած, որը չի թողնելու, որ անդրադառնան։ Եթե Տիգրան Սարգսյանին այդքանից հետո նշանակում են վարչապետ, դա այդ ողբերգությունն է։ Եվ այսօր ես կներեք, ասենք, միանգամից նորից երում է ամերիկյան պետության երկակի ստանդարտները, հասկանում եք, որտեվ ոնց կարելի է մարդու, որը նման աղմկահարույց, այսպես ասած, գործերի մեջ է ու տանում են եւ դա ես այն անգամ էլ ասեցի, որ դա ըստ էության դառնել է գործակալ ընդդեմ Հայաստանի։ Նման կոմպրոմատներ ունեն Տիգրան Սարգսյանի նկատմամբ, իսկ ամերիկական հետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, իրենք գիտեն ով է Տիգրան Սարգսյանը, իրենց նման մարդ է պետք։ Բայց մենք չենք, մեր ժողովուրդը, որ ասում է, չի սпасելու։ Ես Ռուսաստանի դեսպանի հետ երբ որ հանդիպում էինք, դեսպանության երկրորդ քարտուղարը, որ ասեց Հայաստանի ժողովուրդը իմաստունն է, Մայդան չի լինի, ասացի մեր ժողովուրդը իմաստունն է, բայց մազոխիստ չի, որ հանդուրժի այս իշխանություններին։ Եվ այսօր նույն այսօր մենք հասկանում եք հայտնվել ենք մի տեղ, որ այնքան թույլ ենք, որ որևէ գործոնի կարգավիճակ չունենք։ Մեր վրայով անցնում են, մենք ընդհանրապես եմ ասում, մենք մեր համար նստած ենք, մեր փոխարեն որոշում են։ Դա ընդհանրապես հետևանք է իշխանությունների վարած քաղաքականության։ Պետք ասենք հարցերի հաջորդ մասին խոսենք սահմանային լարվածությունից եւ հնարավոր իրադարձություններից, ինչպես նաև դա Ուրեմն նախ սահմանային լարվածությունների հետ կապված ասեմ, որ դրանք շատ ցավալի փաստեր են եւ շատ կարևոր է, որպեսզի հայկական բանակը համարժեք արձագանք տա, բայց նորից ասենք խնդիրը քաղաքական է, որովհետեւ ցավոք սրտի մեր իշխանությունները, այսինքն ակտիվ չեն վարել, այսինքն բանակցությունները եւ նաեւ ասենք նույն Ալիևի օրինակ երբ որ Ստրասբուրգում ելույթ էր ունենում, կարող էին այնտեղ հարցեր տալ, ասենք կապված, ենթադրենք Սաֆարովի հետ, այսինքն եթե մի երկիր ընդամենը մի երկիր մարդասպանին, մի նախագահ մարդասպանին հերոսացնում է, քնած մարդուն սպանողին, ապա բնական է, որ այսինքն նման, այսինքն պատերազմի, այսպես ասած, կոչեր կլինեն եւ կարծես թե նույն արևմուտքը առանձնապես, այսինքն լուրջ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Եվ այսօր եթե նույն, ասենք, Ղրիմի հարցի հետ կապված Ռուսաստան, ասենք, Ուկրաինա բանի հետ կապված մենք տեսնում ենք արևմուտքը որքան այսպես ասած հետևողական է պահում իրեն, ապա այդ հարցերի հետ կապված որ ասում արևմուտքը հստակ ցուցաբերում է երկակի ստանդարտներ եւ կարծես թե Մինսկի խումբը այդքան էլ շահագրգռված չի Ղարաբաղի հարցի լուծման, ընդամենը կարծես թե փորձում են Ղարաբաղի հարցը իրենց համար այն հավն է, որը ոսկեձու է ածում, իսկ այդ հավին իրենք չեն մորթի, որովհետև Ղարաբաղի հարցը եւ Ռուսաստանի համար եւ Արևմուտքի համար դա ընդամենը միջոց է տարածաշրջանում իրենց ներկայությունը պահելու համար, որովհետև լուծմելու դեպքում միանգամից իրավիճակը կարող է փոխվել, անկախ լուծման, այսպես ասած, տեսքից։ Դրա համար դա այն, այսպես ասած, մտրակն է լինելու, որը անդադ բան, բայց ցավոք սրտի մենք ունենում ենք զոհեր եւ ցավոք սրտի եւ դա մեղավորին բնականաբար իհարկե Ադրբեջանի իշխանությունների մեղքն է, բայց ասենք մենք այդ հարցերը շատ պիտի բարձրաձայնենք տարբեր ամբիոններում եւ նույն դեսպանների հետ հանդիպման։ Տեսեք, ասենք հանրապետության նախագահը, ասենք գնաց ֆուտբոլ, չգիտեմ, ֆուտբոլի համար գնաց թե ինչի համար չգիտեմ, ասենք համենայն դեպս հանդիպում ինչ որ մի հատ կինո է գնում, հետո ինչ որ նետաձիգների ինչ որ մրցույթ է գնում մասնակցում, դեպքեր են լինում սահմանում, բայց ասենք անվտանգության խորհրդի ինչ չի արվել այդ ընթացքում։ Անվտանգության խորհրդի նույնիսկ քարտուղար չկա։ Այդ պաշտոնում համար են պահում, ես չգիտեմ։ Հասկանում եք, այսինքն դուրս է գալիս, որ մարդիկ մեռնում են, այդ մարդիկ գնում են, ասենք միջոցառման, այդ մարդիկ ինչ որ ծնունդներ են շնորհավորում, այդ մարդիկ པարզ չի, չենք նախագահի դեմքից չի երևում, այդ ցավը որ կա, որտեվ ամեն մի զոհ դա ողբերգություն է այդ ընտանիքի համար։ Այդտեղ վիճակագրությունը չի գործում, մեկ զոհը այդ ողբերգությունն է։ Իսկ ցավոք սրտի իշխանության համար այդ զոհը ցավ չի։
Հասկանում եք, դա է ողբերգություն եւ մեր արտաքին քաղաքականությունը ընդհանրապես արտգործնախարարություն մենք ըստ էության չունենք, ընդամենը զբաղված են, ասենք, տարբեր երկրներում, ասենք, դեսպանությունները սեպտեմբերի 21-ը եւ ասենք ավելի 24-ը նշելով, ուրիշ բանով զբաղված չեն կամ էլ սփյուռքը պարակտելով մենք ասենք օրինակները ունենք, նույն Սլովակիայում, նույն Չեխիայում ասենք գնում են մարդիկ աշխատում են, այսօր Վրաստանում դեպքեր տեղի ունեցան, մենք միջև մասնատեության դեսպանը, որ ասում են իր գործին չի անցել, հասկանում եք, այդ ողբերգությունն է, լավ է, այս ասենք այդ կարևոր երկիրը, որտեղ ունենք լուրջ սփյուռք, որը ամենայն դեպս ուրիշ այսպես ասում են դաշտում է, Եվրոպայի դաշտում է, ասենք մարդկանց այդ երկրի հետ բա մենք չունենանք, ասենք երկրում չունենանք նորմալ դեսպան, մարդ, որը ասենք հասկանում է, մարդ, որը ասենք այդ ոլորտի մարդ է, հետո ինչ որ ասենք լավ շտանգա է բարձրացրել, դա ինչ կապ ունի։ Եթե Սերժ Սարգսյանն այն անգամ ասացի, այդքան լեգենդներով շատ է մտահոգված, թող ասենք Արադ 73 ինչի մեկի անունը չեն տալ, ինչ են արխիվները ոչնչացրել, ինչ է ասենք, չգիտեմ, որևէ ձևով ասենք տղեկի մասին չեն խոսում։ Ինչա որ ասենք այդ տղաները սկզբունքներ ունեն, սկսած Անդրեասյանից, Խորեն Հովհաննիսյանից, ինչի չեն այդ մարդկանց լեգենդի մասն են խոսում, ոչ պակաս լեգենդ են։ Բայց այսօր ասենք Անդրեասյանը կհամաձայնվեր գնար ասենք որևէ տեղ դեսպան։ Չէր գնա, չէ՞։ Բայց այսօր Յուրի Վարդանյանին օգտագործեցին Ծառոկյանի դեմ փչացրեցին։ Հիմա ուղարկել են Վրաստան, բայց այդտեղ եթե ասենք ստեղ էլի ինչ որ հասկանալի է ինչ էր անում, բայց այնտեղ մենք չգիտենք ինչ է անում։ Ստեղ եթե գնում էր ասենք այն օլիմպիական կոմիտեին բաներ, փոկում էր, հետո ավելի մեծն էին կպցնում, հասկանում եք, փորձելով հաճոյանալ Սերժ Սարգսյանին։ Ինչ ստացվեց, ինչ ստացավ։ Յուրի Վարդանյանը ափսոս չէր։ Ոչ մեկն այդքան վատություն չի արել, ինչքան Սերժ Սարգսյանը։ Իրան ինչ պետք էր սպորտ նախարար, կամ ինչ պետք էր ասենք հիմա դեսպան։ Այդ ողբերգությունը այդ մարդիկ ասեն, գիտեք ինչ, ասենք մարդիկ ոնց որ ինքնական գնում են փչացման, ինքնական գնում են ծառայելու, ստրուկ դառնալու։ Բայց այդ բարձրություն բարձրացրած, այդ ծանրություն բարձրացած մարդը այն վերևի բարձունքից ընկավ ներքև։ Ու այսօր ինքը հարգանքի արժանի չի։ Ես շատ եմ տարբեր առիթներով հանդիպել ենք, ընդհանուր ընկերներ ունենք, բայց ես ափսոսում եմ իրեն։ Ափսոսում եմ, բայց արդեն ուշ է, արդեն ինքը գնաց, որտեղ մարդուն ինչի է պետք, ասենք ինձ հիմա տանեն դնեն, չգիտեմ, գյուղնախարար, ես չեմ կարող աշխատել։ Հասկանում եք, ես այդ որ ասում եմ այդ գործը իմը չի։ Այսինքն կամ չգիտեմ տանել մի տեղ, տանել բժիշկ։ Հիմա ինչ տարբերություն, քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, չէ՞։ Դիվանագիտությունը առավել եւս։ Դիվանագիտությունը դա բարձրագույն էտապն է։ Այսինքն մարդը քաղաքական գործիչ չի եղել, մեկ էլ տանում են դնում են դեսպան կամ դնում են նախարար։ Այսինքն ոնց կարելի է ասենք, նույն ձևով հիմա մենք Վրաստանում լուրջ խնդիրներ ունենք։ Ի վերջո որ ասում եմ ջավախքի խնդիր կա, ի վերջո, ասենք չի կարելի մի մարդու դնելը, որը որ ասում եմ այդ ընդհանրապես այդ թեմայից հեռու է։ Նույնն էլ տարբեր բոլոր երկրներում դեսպաններին որ ասում այնքան ինֆորմացված են, որ ասենք ով որտե ինչով է զբաղված, կարող են հատատել։ Եզակի դեսպաններ կան, որ իրոք լուրջ գործով են զբաղված։ Մեծ մաս լրիվ անհասկանալի է, ինչով են զբաղված։ Եվ սա է, ասենք, դա հետևանք է արդեն դառնում, եթե մենք Սփյուռքում չենք աշխատում, Սփյուռքում ասենք որևէ գործունեություն ըստ էության չի, հայը պաշտպանված չի Սփյուռքում, հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ այսօր նույն սահմանային հետ կապված, ասենք կրկնում եմ, պետությունը մտահոգված չի։ Հիմա ասենք ենթադրենք այդ համանախագահները, եթե չեմ սխալվում, այսօր պիտի հայտարարություն անեն, չէ՞։ Արել են արդեն։ Եվ կողմերին կոչ են արել։ Հա, դե կարակ չասեք, ասեմ ինչ են ասել։ Եվ ասել են, որ մտահոգված են քաղաքացիական անձանց սպանությունները։ Դա հերթապահ խոսակցությունն է միշտ եղել է, ասենք եւ բնական է, որ ասենք դա ոչինչ չի տալու։ Խնդիրը սենց է, այսինքն մենք ես ինչի եմ ասենք կներեք ես ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ոչ ասենք Քոչյանի ժամանակ որևէ պաշտոն ասենք չեմ ստացել, որևէ բան չեմ ստացել, բայց ասենք պիտի ասենք, չէ, ասենք եւ Լևոն Տեր-Պետրոսյանը համենայնպես արժանապատիվ էր պահում, առավելևս Քոչյան, այն ժամանակ չի կարա տենց լիներ։ Այն ժամանակ եթե հին կադրերը կան մենք տեսնում ենք, չէ, ասենք Ալիևի հայր Ալիևի պահվածքը, ել չեմ ասում տղային։ Իսկ հիմա ասենք կներեք ասենք Ալիևի իր համար կանգնած էր ասած բոլորին թողում գնում եմ այդ բարևում, չգիտեմ ինչ անում։ Այսինքն ես չեմ կարող հասկանամ Իմ համար ասենք այն որ ասում եմ բոլոր ռեկորդները ասենք Սերժ Սարգսյանը վատ նախագահ լինելու ասենք խփեց գնաց Գինեսի ռեկորդ է ինքը խփել հասկանում եք հիմա այս ինչ են տանելու հետները ոչ մի բան ով ինչ է տարել Տիգրանին էլ ենք հետ բերելու Ամերիկայից այնպես լավ որ ասում եմ շուկով դիմավորել ենք ստեղ ուղեկցենք մեկուսարան գալու են այդ տարածները հետ են բերելու չկա տենց բան 21-րդ դարում եթե Սարկոզիի հարց են դնում Հասկանում եք Տիգրան Տիկոնովա որ ասենք Տիկոն պատմության մեջ ընդհանրապես մնալա մի բան օֆշոր եւ մեռելից Տիկո ուրիշ ձևով չի մնալու ինքը
Հասկանում եք։ Հիմա Հովիկ Աբրահամյանն էլ ինքը այն որ ասում է Անգելա մի տեղ, որ ասենք փորձում է թվում է թե կարող է ինչ որ համոզելով, չգիտեմ ինչ անելով, չկա տենց բան։ Հովիկ Աբրահամյանը Իրանը պիտի դներ սկզբից 100,000, չգիտեմ 10,000 օրեր անցնի, հարցը չի լուծվելու։ Եթե ասենք վերևից չեն թողում անդրադառնալ, թե ինչ եղավ, ասենք նկատի ունեմ բյուջեի հետ, այն վարկերը որ բերեցին ինչ եղավ, ովքեր են կանգնած, չգիտեմ ինչի հետևում, բիզնեսներ են խլվել, այդ ամեն ինչը ուզում ասեմ պիտի ամեն գա իր տեղը։ Չգա ոչ մի վարչապետ, ասենք մի դեպքում կարող լիներ այդ վարչապետը մի մարդ կարող լինել, որ ասենք հարցը փակվեր, որ Սերժ Սարգսյանը խելոք նստեր տեղ։ Դա Ռոբերտ Քոչյանը կարող էր, որ եթե գար վարչապետ, եթե համաձայնվեր իհարկե, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը խելոք կմնար։ Իսկ մնացած իր դրած վարչապետները, իրենք բոլորը խելոք անելու են ինչ որ կամ չի թողելու անեն ինչ որ ինքը չի ուզում։ Ոնց որ ասես Տիկոյի հետ գործ չունես։ Արագաչափերի հետ գործ չունես, չգիտեմ, Կոտակայինի հետ գործ չունես։ Ոչ մի բան չի լուծել։ Մենակ ասում մի դեպքում կարող է, դե Քոչյանը ասենք, իմը ասում է, չեր գա։ Բնականա, որ ասենք ինքը այսօր այս վիճակում միակ լուծումը տեսնում է նաև իր վերջի հարցազրույցներով, որ լուրջ փոփոխություններ։ Իսկ լուրջ փոփոխությունը դա այնա, որ ասենք բացի որ ասենք այդ թալանածը պիտի հետ բերվի, բացահայտվի, նաև ասենք նկատի ունեմ լուրջ առանց համանական բարեփոխումների լուրջ բարեփոխումներ անել, նկատի ունեմ ընտրությունների, արտահերթ ընտրություններ են պետք։ Հայաստանում իշխանափոխությունը միակ լուծումը սա է։ Մնացած կրկնում են բոլոր լուծումները արհեստական են եւ որևէ բանի չեն հասցնելու։